Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մեկ տարի առաջ սկսվեցին խոսակցություններ այն մասին, որ դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը միասին են, սակայն զույգը չէր շտապում հանրայնացնել միասին լինելու փաստը, եւ միայն դրանից ամիսներ անց Հայկ Հովհաննիսյանը հայտնեց այն մասին, որ սիրահարված է Անահիտին եւ նրանք միասին են։ Զույգը սոցիալական հարթակներում հանդես էր գալիս շատ ջերմ ու սիրառատ լուսանկարներով, հատկապես աչքի էին ընկնում Հայկ Հովհաննիսյանի նվիրած ծաղկեփնջերը։ Իսկ արդեն 6 ամիս առաջ զույգն օրինականացրեց իրենց հարաբերությունները։ Հայկ Հովհաննիսյանն իր ներկայացման պրեմիերայի ավարտից հետո բեմ հրավիրեց Անահիտին ու նրան ամուսնության առաջարկություն արեց։ Դերասանուհին նշել էր, որ իր այո պատասխանը վաղուց հստակ էր, սակայն ինչպես երևում է զույգը տարաձայնություններ ունի եւ կարծես թե բաժանվել է։ Հայկ Հովհաննիսյանն առհասարակ ապա ակտիվացրել է իր սոցիալական հարթակները, չհետևելով ոչ ոքի եւ չպահպանելով որևէ լուսանկար։ Իսկ ահա Անահիտ Մանուկյանը հեռացրել է համատեղ բոլոր լուսանկարները, ինչն էլ խոսում է այն մասին, որ հավանական է այն փաստը, որ զույգը բաժանվել է։ Նշենք նաև, որ Հայկ Հովհաննիսյանը ևս մասնակցել է մի քանի հարցազրույցի։ Մեդիահաբի իմունիտետ հաղորդման հյուրը Հայկ Հովհաննիսյանն էր, ով խոսել է մի շարք թեմաների մասին։ Star News-ը հետևել է զրույցին, առանձնացնելով հետաքրքիր հատվածները։ Դեռ ավելի վաղ դերասանը սոցիալական հարթակներում էր հայտնել, որ այլևս չի նկարահանվելու նոր նախագծերում։ Այդ մասին նա խոսել էր նաև հարցազրույցի ընթացքում, ասելով. «Սարսափել է հետաքրքիր մասնագիտություն է, բայց էլ չեմ ուզում նկարահանվեմ։ Ու ոչ մի նախագծում, ոչ մի ժանրում։ Հանդիսավար Հայկոն կմնա իր գործում։ Կան հանդիսավարներ, որ իրենց օգնում է նկարահանվելը, իսկ հանդիսավար չեմ եղել, ով դարձել է դերասան։ Ես ի սկզբանե դերասան եմ եղել, ով զբաղվում է հանդիսավարությամբ»։ Դերասանը խոսել էր նաև իր հասցեին հնչող քննադատությունների մասին, ասելով, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ պատկառելի տարիքի կանայք իրեն գրում են, թե ինքը լկտի աչքեր ունի։ Վերջերս ինձ ինստագրամով անդադար սկրիններ էին ուղարկում, թե մահացել է Հայկ Հովհաննիսյանը։ Չգիտեմ, թե ինչից էին որոշել, որ մահացել եմ։ Հիմա ով ինչ ուզում գրում է։ Ինձ համար դա շատ վատ է։ Չափի զգացողություն չունեն ընդհանրապես։ Կան մարդիկ, ովքեր առողջ են քննադատում, եւ եթե դա կապ ունի քո գործի հետ, ուզում ես լսել, բայց կան մարդիկ, ովքեր այդ պահին ինչ ուզում այն էլ գրում են։ Անկեղծացել էր դերասանը իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում։ Հարցազրույցներից մեկում դերասանը որոշ մանրամասներ էր պատմել նաև անձնական կյանքի մասին, ընդգծելով, որ ինքը նկարահանման հրապարակում սիրահարվել է 2 անգամ։ Ու եթե նախկինում մտածել է, որ իր կողակիցը չի կարող լինել դերասանուհի, ապա հիմա փոխել է իր վերաբերմունքը այդ հարցի շուրջ։ Խոսելով նախագծերում համբույրի տեսարաններում նկարահանվելու մասին, Հայկը հետաքրքիր դեպք էր պատմել։ Տարիներ առաջ մեր շատ լավ դերասանուհի ընկերներից մեկը պատրաստակամ եկել էր, որ անկողնային տեսարան կա նկարահանվելու։ Իր խաղընկերն ասել էր. «Չէ, ես չեմ նկարահանվի, իմ նշանածին դա դուր չի գա»։ Հայկը նշել էր, որ ինքն էլ պատրաստ չէ յուրաքանչյուրի հետ համբույրի կամ էլ անկողնային տեսարանում նկարահանվելու, նշել էր Հայկը։ Դե իսկ մենք հավելենք նաև, որ սրանք առաջին քննարկումները չեն դերասանուհի Անահիտ Մանուկյանի անվան շուրջ։ Դեռ ամիսներ առաջ բուռն քննարկվում էր Անահիտ Մանուկյանի եւ դերասան Արսեն Լևոնյանի սիրո գեղեցիկ ու ռոմանտիկ պատմությունը։ Հետո արդեն հաջորդ նախագծերից ելնելով քննարկվում էր Անահիտ Մանուկյանի եւ Հակոբ Տեր-Վարդանյանի հավանական սիրավեպը։ Ու այս ամենի մասին Անահիտը խոսել էր իր վերջին հարցազրույցի ժամանակ, որը ևս ներկայացնում ենք ձեզ։ Ամալիա Հովհաննիսյանի Լայֆրում հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Անահիտ Մանուկյանն էր։ Star News-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։ Դերասանուհին հաղորդման ընթացքում խոսեց իր տեսակի մասին ու նշեց, որ մինչև 20 տարեկանը բավականին բարդույթավորված է եղել ու շատ փակ բնավորություն է ունեցել։ Դերասանուհին նշեց, որ իր արտաքին տեսքի մեջ չկա մի բան, որը իր հարազատների շրջանում չի քննարկվել ու չի քննադատվել, սկսած հասակից, դեմքից ու վերջացրած ձեռքի մատներից։ Անահիտի խոսքով, կոմպլեքսները վերացել են միայն թատերականում իր կուրծխեկի շնորհիվ, ով կարողացել է իր խոսքերով սթափեցնել Անահիտին։ Հաղորդման ընթացքում դերասանուհին խոսեց նաև սիրահարվելու մեծ սիրո եւ հետո արդեն ծանր բաժանության մասին։ Նա նշեց հետևյալը. «Շատ դժվար հաղթահարեցի, ուղղակի հասկացա ու ընկալեցի, որ եթե ինչ-որ բան լինում ա մեզ հետ, պատահական չի լինում, նույնիսկ կորուստները,
նույնիսկ գաղափարները, ապագան, այն մեծ սերը, որը դու կառուցել ես ու պատրաստ ես տալ։ Ու հա, հնարավոր է, որ սխալ է ու պետքա էլ չլինի։ Վերջ, դու պետքա ուղղակի հասկանաս, որ դու պատրաստ ես քո սերը տալու, բայց հնարավոր է դիմացինդ դրա կարիքը չուներ։ Ու մենք խոսում ենք փոխադարձ սիրո մասին, բայց այդ սերն ունի չափաբաժին։ Ես հիմա արդեն ունեմ ստոպը այդ սիրո չափաբաժնի մեջ։ Ես սիրել եմ ինքնամոռաց, սիրել եմ շատ, ու ինքս ինձ մի կողմ դնելով ու մոռանալով ինձ։ Ու դա եղել է փոխադարձ, բայց չափը պետք չի անցնել, ու չափն անցնելը եղել է երկուսիս կողմից էլ։ Մեծ սերը վերածվում է հիվանդության, հիվանդագին սիրո։ Սերը, որը աշխարհում ամենալավ երևույթն է, ընդունակ է քեզ նաև կործանելու։ Սերը, որի մասին խոսում եմ, եղել է իմ միակ իրական սերը, ոչ թե սիրահարվածություն, զգացմունք, այլ հենց սեր։ Ու հիմա երևի պատրաստ չեմ նոր հարաբերությունների, չգիտեմ, չեմ մտածել այդ մասին։ Ես իրոք անցել եմ դա, եւ չկա էլ ոչ մի բան, ես բաց եմ թողել, ու եթե հիմա գա այն սերը, որը ինձ պետք է ու ես արժանի եմ դա, կլինի անկախ ամեն ինչից, անկեղծացել էր Անահիտը։ Թեման ամփոփելով հաղորդավարուհին հարցրեց, արդյոք այս ամենը վերաբերում էր դերասան Արսեն Լևոնյանին։ Ես կասեմ միայն, որ Արսենը իմ կյանքի մեծագույն ուսուցիչն է եղել։ Այդքանը։ Հիմա շատ լավ մարդկային հարաբերությունների մեջ ենք, երկուսս էլ հասուն մարդիկ ենք, նշեց Անահիտը։ Իսկ մեզ մնում է միայն հիշեցնել, որ Անահիտ Մանուկյանը եւ Արսեն Լևոնյանը համատեղ նկարահանվել են «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում, որի ժամանակ էլ հենց ծանոթացել են։ Նույն հարցազրույցի ընթացքում Անահիտ Մանուկյանը խոսել էր նաև իր եւ դերասան Հակոբ Տեր-Վարդանյանի սիրավեպի մասին լուրերին ու բացահայտումներ արել։ Նա անդրադարձավ իրենց սիրավեպի մասին խոսակցություններին։ Անահիտը նշեց հետևյալը. «Մենք միասին նկարահանվել ենք «Մեր թաղի տղերքը» նախագծում, բայց մենք չէինք ճանաչում իրար, որովհետև մենք միասին երբեք տեսարան չենք ունեցել։ Մենք անծանոթ մարդիկ էինք, մինչև լեռները կհիշեն նախագիծը։ Ես ու Հակոբը շատ լավ ընկերներ ենք, անկեղծ, մեր մեջ շատ մեծ հարգանք կա, շատ մեծ սեր կա, մեծ մարդկային կապ, բայց ասել դա սիրավեպ։ Ես հասկանում եմ մարդկանց, որովհետև ուրախ եմ, որ սիրվել է մեր զույգը ու այդ ամենը տեղափոխում են իրական կյանք, դժվար են համակերպվում։ Չգիտեմ հասկանամ, չհասկանամ, այնքան դրական արձագանքներ են տալիս զույգի հետ կապված, որ նայում ենք իրար ու ասում, որ շատ լավ է, շատ ուրախ ենք, որովհետև մենք կերպարի համար ենք աշխատում, նշանակում է դա ստացվել է, մնացածը թե ինչ են ասում, վերագրում են իրականությանը թե չէ, ինձ չի հետաքրքրում։ Երևի Հակոբին էլ։ Ես ու Հակոբը սկզբում խոսեցինք ու փորձեցինք ճանաչել իրար, ճանաչել որպես Հակոբ եւ Անահիտ, մարդկային որակներ բացահայտել իրար մասին։ Մեր զույգը իրոք դերասանական ճիշտ աշխատանքի արդյունք է։ Դժվար էր, բայց մենք աշխատել ենք միասին այս արդյունքի համար։ Մեր մեջ իհարկե քիմիա կա։ Սա միանգամից արձագանքներ է ստեղծում, բայց քիմիա կարող է լինել նաև կերպարով հայրիկի ու դստեր, քույր ու եղբոր միջև։ Իսկ երբ զույգի մեջ է լինում այսպես, սկսում են վերագրել ու հավատալ այդ կերպարներին, անկեղծացավ Անահիտ Մանուկյանը։